Նախ սկսեմ այնտեղից, որ ընդհանրապես ընտարաշավը հավասար չէր, չի եղել, որտեղ ամենուր եք երևում էր եւ վարչական ռեսուրսը եւ իշխող կուսակցության առավելությունը իրենց ունեցած լծակներով, դա միանշանակ է։ Խնդիրը իմ կարծիքով փոքր կուսակցությունները, որոնք մասնակցություն ունեցան դե յուրե, բայց փաստացի մասնակցություն չունեցան, կայանում էր իրենց մոտ ռեսուրսների պակասից։ Խնդիրը դրանում էր եւ քաղաքական կողմնորոշում չունենալու կարող են ինչ-որ փաստաթղթերով ինչ-որ գրվածա, որ այ լիբերալ են կամ դեմոկրատ են, մյուսն են, բայց քաղաքական կողմնորոշում կարծիքով չեն ունեցել շատ կուսակցություններ եւ նպատակը իրենց գերագույն նպատակը եղել է ուղղակի ցուցակում լինել եւ Երևան։ Իսկ այն կուսակցությունները, որոնք հայտնի կուսակցություններ են եղել, օրինակ ՀՀՇ-ն, նրանք իմ կարծիքով այս պահին քաղաքական դաշտում իրենց սպառել են այդ իսկ պատճառով նրանց մասնակցությունը ցանկացած պարագայում չէր ստացվելու եւ իմ կարծիքով դրանից ելնելով մեծ ջանքեր չթափեցին, որ ժողովրդի հետ խոսեին ընտրությունների ծրագրերի վերաբերյալ։ Առավել ակտիվը դե քաղաքացիական պայմանագիրն իր ռեսուրսներով ու բանով, ասենք, մինչև ընտրությունները չէր սկսել, արդեն պաստառներն ու անհստապավորություններ, որ ընտրությունները ոչ թե սկսել էր մայիսի 8-ից, այլ սկսել էր ապրիլ ամսից։ Դրանից էլ ավելի շուտ էլի տպավորությունն այդպիսին էր, բայց մենակ իրանց համար։ Մնացած կուսակցությունները հնարավորությունը չեն ունեցել։ Ակտիվ էին Ուժեղ Հայաստանը, Քոչարյանի դաշինքը, Բարգավաճ Հայաստանն էլ էր ակտիվ, բայց սակայն ասեմ, մի բան էլ ասեմ, նրանք էլ ունեին իրենց խնդիրները։ Իրենց խնդիրները, ու այդ խնդիրներն էլ իմ կարծիքով կապված են նրա հետ, որ իշխող կուսակցությունը միշտ թելադրեց մի ընտրական օրակարգ, որը ընդունված չէ։ Եվ այսինքն քաղաքական կուսակցությունները պատրաստվել էին, որ պետք է լինի նորմալ ընտրարշավ, սակայն ընտրարշավը վերածվեց չգիտես ինչի։ Գյուղերում ավելի շատ սոցիալական խնդիրների եւ փոքր բարեկամական հարազատական կապի շնորհիվ իշխանությանը միշտ ենթարկվելու արդյունքում ընդհանրապես ընտրարշավի ազդեցություն չի եղել, ես կասեի, չի եղել զուտ այդ բուկլետ բաժանելը կամ մյուսը դա իրենից արդյունք չի տվել։ Ժողովրդին կոնկրետ ոչ մեկ չի բացատրել, թե ինքը ինչ է տալու այդ գյուղին, կոնկրետ գյուղին, իսկ իշխող կուսակցությունը տեղում իր ունեցած հնարավորությունների սահմաններում կարողացավ, որտեղ վախի մթնոլորտ, որտեղ համոզելու, որտեղ ասելով, որ ոչինչ չի փոխվելու, վաղը միսօր էլի ապրելու եք այս իշխանության հետ, այդ ենթատեքստով կարողացավ ժողովրդին տանել իրեն քվեարկելու։ Եթե գաղափարական առումով թե պաշտպանություն իշխող կուսակցությանը նման օրակարգով բնակիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի գնացել գյուղական վայրերում ընտրելու։ Ընտրել են ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այլ ընտրել են ուղղակի իրենց գյուղից եղած գյուղապետին։ Վարչական ղեկավարին Հայաստանի համար այս վերջի 8 տարին էլ ապացուցեց, որ այս սիստեմը, որ կա, իշխանական այս սիստեմը Հայաստանի համար չէ, այն փոփոխության կիսա նախագահականը Հայաստանի Հանրապետությունում բավականին լավ
կիրառվում էր եւ աշխատանքային process-ը լավ էլ գնում էր։ Ինչքան էլ ուզենանք քննադատենք նախկիների օրակարգ, ներկաների օրակարգ, բայց ճիշտը կիսանախագահականն էլի չի կարող ստացվել նախագահն երկրի նախագահն, որ ազգը միշտ ընտրել է առաջի դեմքին։ Դրա համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պետք է հնարավորություն ունենա ընտրելու իր երկրի առաջի դեմքին։ Տեսեք, այլ խնդիր էր ազգային ժողովի ընտրությունները, այլ խնդիր էր նախագահ ընտրելը, դա պետք է պահպանվեր։ Ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունում իշխանության թևերի բաժանումը այդ առումով ավելի ճիշտ էր։